Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ Մեդիա Հաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես խաղաղության համաձայնագրի 17 դրույթների համաձայնեցումից հետո Ալիևը հայտարարեց, որ եթե Հայաստանը կատարի իրենց կողմից առաջադրված երկու նախապայմանները, որոնք թեպետ ամրագրված չեն խաղաղության համաձայնագրում, սակայն այնուամենայնիվ դրանք այն պարտադիր պայմաններն են, որոնք եթե Հայաստանը կատարի, ապա թերևս Ադրբեջանը Հայաստանի հետ կկնքի խաղաղության պայմանագիրը։ Իսկ որոնք էին այդ երկու նախապայմանները, ավելի շուտ պայմանները։ Դա առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն էր, երկրորդը Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունը։ Ընդ որում երկու նախապայմաններին էլ Նիկոլ Փաշինյանը տվել է իր համաձայնությունը, առաջինի դեպքում Փաշինյանը արտահայտվել է նույն բառապաշարով, ինչ Ալիևը, այն է, որ քանի որ չկա այլևս Արցախի հարց, հետևաբար ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը դառնում է անիմաստ, ընդ որում շեշտեմ, որ Արցախ դա ես եմ ասում, ինչպես Ալիևը, այնպես էլ Փաշինյանը երբեք չեն օգտագործում Արցախ անվանումը։ Երկրորդ պայմանը Ադրբեջանի Նիկոլ Փաշինյանը լուծում է փուլային տարբերակով։ Նախ պարտադրեց ՀՀ սահմանադրական դատարանին, որպեսզի Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ արկա անկախության հռչակագիրը սահմանադրական դատարանը ճանաչի անվավեր, այսինքն համարի, որ այն իրավական ուժ չունի։ Այնուհետև մոգոնեց իրական Հայաստան գաղափարախոսությունը, որին հղում անելով էլ պատրաստվում է փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, այսինքն ամբողջովին բավարարել Ալիևի եւ այդ մի պահանջը նույնպես։ Թվում էր, թե ոչինչ չի կարող այլևս խանգարել ՔՊ-ին, որպեսզի նրանք հասնեն իրենց Բաղձալի Նիրվանային, եթե չլիներ երկու հանգամանք, նախ առաջինը մի փոքր հումորով, եթե Սարգիս Խանդանյանի գործընկերը նրան չանվաներ պոպուլիստ այդ նույն խաղաղության հետ կապված, եւ եթե այսօր չլիներ Հաջիզադեն, շեշտենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլոխոսնակն է, հետևաբար նրա հայտարարությունները ունեն պաշտոնական բնույթ, եթե չլիներ Հաջիզադեի հայտարարությունը։ Առաջինի դեպքում թեպետ Սարգիս Խանդանյանը ուրախությամբ հայտարարեց, որ նա համաձայն է այդ պիտակին, սակայն նա պետք է այնուամենայնիվ ընդունի, որ դա ոչ թե պիտակ է, այլ բնութագրում, որովհետև միայն պոպուլիստը կարող է անիմաստ խոսել խաղաղությունից, երբ մի կողմը այդ խաղաղությանը չի ձգտում, եւ միայն պոպուլիստը կարող է հայտարարել, որ ինքը պատրաստ է միակողմանի ստորագրել այնպիսի մի փաստաթուղթ, որը պահանջում է երկկողմ ստորագրություն։ Իսկ եթե վերադառնանք Հաջիզադեի հայտարարությանը, ապա Ադրբեջանը նրա բերանով առաջ քաշեց նոր պայման եւ ոչ միայն պայման, այլև մեղադրանք։ Ըստ Բաքվի Հայաստանը իրենց է տրամադրել ականապատ տարածքների շատ չնչին տոկոսների քարտեզը։ Ըստ իրենց կա մոտ 1.5 միլիոն ական, սակայն Հայաստանը իրենց է տրամադրել ընդամենը 400,000 ականի քարտեզ։ Հիմնավորումն այն է, որ ադրբեջանցիները պայթում են ականների վրա այնպիսի տարածքներում, որոնց քարտեզը իրենց մոտ չէ, այսինքն որոնց քարտեզները Հայաստանը իրենց չի տրամադրել։ Հատկանշական է նաև, որ Ադրբեջանը ոչ միայն դա որպես պայման ու պահանջ բողոք է ներկայացնում, մեղադրանք ավելի շուտ, այլև կոչ է անում միջազգային հանրությանը, որպեսզի ճնշումներ գործադրեն Հայաստանի նկատմամբ, որպեսզի Հայաստանը իրենց տրամադրի ականապատ տարածքների բոլոր քարտեզները։ Շեշտում եմ,
միջազգային հանրությանը կոչ է անում ճնշումներ գործադրել Հայաստանի վրա ու դա այն դեպքում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը իբր եկել են պայմանավորվածության, որ միջազգային ատյաններում միմյանց նկատմամբ բողոքներ չեն ներկայացնելու եւ միմյանց նկատմամբ հայտեր չեն ներկայացնելու։ Սակայն ինչպես տեսնում ենք, այդ պայմանավորվածությունը կարծես միայն հայկական կողմն է որոշել պահպանել, իսկ Ադրբեջանը արդեն իսկ այդ պայմանավորվածությունից հետո հանդես է եկել միջազգային հանրությանն ուղղված կոչով։ Սակայն ինչու Ադրբեջանը հենց այսօր հիշեց այդ քարտեզների մասին, հատկապես երբ ինչ տևական ժամանակ է որևէ ադրբեջանցի ոչ մի ականի վրա չի պայթում։ Կա երկու պատճառ։ Առաջինը Նիկոլ Փաշինյանն է, երկրորդը Իրանը։ Քանի որ Ադրբեջանը որևէ ցանկություն չունի խաղաղության պայմանագիրը կնքելու, սակայն տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնվում է բոլոր պահանջներին եւ ոչ միայն համաձայնվում է, այլ շատ ի հեճուկս Ալիևի շատ ավելի նախանձախնդրորեն է հետևում այդ պահանջների կատարմանը, քան ինքը Ալիևը, ապա բնականաբար Ադրբեջանը առաջ է քաշում նորանոր պայմաններ, որպեսզի հնարավորինս հետաձգվի այդ խաղաղության պայմանագրի կնքումը։ Իսկ երկրորդ պատճառը Իրանն է, որովհետև ակնհայտ է, որ տարածաշրջանում հասունանում է նոր պատերազմի օջախ, որը եւ աշխարհի եւ տարածաշրջանի երկրների համար շատ ավելի նշանակալից են ու շատ ավելի ճակատագրական կարող են լինել, քան հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Իրանը արդեն իսկ հայտարարել է, որ շարունակելու է ռազմական աջակցությունը Պաղեստինի ժողովրդին եւ շարունակելու է ռազմական գործողություններ իրականացնել Իսրայելի դեմ։ Օրերս նա նաեւ փակեց իր օդային տարածքը, բանակը բերեց բարձր մարտական պատրաստվածության եւ այլ խոսքով Իրանը պատրաստվում է պատերազմի։ Բնականաբար Ադրբեջանը կփորձի առիթը օգտագործել հաշվի առնելով, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է լինելու Իրանում ընթացող գործընթացների վրա եւ կփորձի Հայաստանից պոկել մի զգալի հատված, այսինքն Հայաստանի նկատմամբ կդիմի էսկալացիայի։ Իսկ նրան որևէ երկիր չի խոչընդոտելու, որովհետև նախ շեշտում եմ, բոլորի ուշադրությունը կենտրոնացած կլինի Իրանում ընթացող պատերազմի վրա, երկրորդը ոչ ոք նման իրավիճակում չի ներքաշվի հանուն Հայաստանի պատերազմի մեջ ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի։ Իսկ հայկական բանակը ցավոք պարզվում է, որ չի կարող կասեցնել ադրբեջանական գրոհը, քանի որ ըստ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մեր բանակը միայն այն ժամանակ կարող է բերվել բարձր մարտական պատրաստվածության, երբ արկա խնդիրները այսօր զինված ուժերում արկա խնդիրները իրենց լուծումները գտնեն մանկապարտեզներում։ Դե իսկ եթե պատերազմ չլինի, ապա պայմանը արդեն առաջ է քաշված եւ Փաշինյանը ստիպված է լինելու այն բավարարել։ Բայց ինչպես, առավել քան վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնել բոլոր քարտեզները, բացի այդ 1.5 միլիոն ական պարզապես գոյություն չունի։ Դա Ադրբեջանի մոգոնած նոր թիվն է։ Նիկոլ Փաշինյանին մնում է ընդամենը փրկության մի ելք, որպեսզի խնդրի Ալիևին, որպեսզի վերջինս նրան թույլ տա նոր հանձնված տարածքներում ականապատում իրականացնի, այնուհետև այդ ականների քարտեզը հանձնի Ադրբեջանին։ Ժողովրդական ասացվածքով ասած, նման դեպքում եւ Ալիևը կուշտ կլինի եւ Փաշինյանը ապահով։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։